Եվ որքան էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իր մանր ու մեծ օլիգարխներով փորձի ժողովրդի ձեռքից խլել իր իշխանությունը, դա չի հաջողվելու նրան, չի հաջողվելու մեր ժողովուրդը ոչ մեկին չի տալու իր իշխանությունը, որ սրանք էլ տանեն այստեղ այնտեղ մեր պետությունը, մեր խաղաղությունը, մեր անկախությունը, տանեն ու մատաղանեն սրա նրա ոտքերի տակ, որպեսզի կարողանան իրենք էլ Հայաստանում նշանակվել, որևէ կարգավիճակում ու թալանել մեր ժողովրդին ու մեր պետությունը։ Դա հնարավոր չի լինելու եւ թույլ չենք տալու։ Հայ ժողովրդի հետ օրգանական կապ չունեցող պատերազմի եռագլուխ կուսակցության անգրագետ ղեկավարները իհարկե այս օրերին փորձ կկատարեն դաշտ նետել ապօրինի գույքով դեռևս չվերցված իրենց վերջին ապօրինի գույքերը, իրենց վերջին ապօրինի միջոցները, որպեսզի ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնեն։ Բայց դա չի ստացվելու երկու պատճառով։ Նախ առաջինը, ամեն այդպիսի ապօրինության դեպքում նրանք իրենց մրթին կզգան պետության համը։ Երկրորդը չի զգաց, դա հնարավոր չի լինելու, որովհետև մեր ժողովուրդը վստահաբար հունիսի 7-ին գնալու է ընտրական տեղամասեր, վերցնելու է 16-րդ քվեաթերթիկը եւ ոչ միայն կողմ է քվեարկելու իր խաղաղությանը, իր անկախությանը, իր զարգացմանը, իր դպրոցների կառուցմանը, իր մանկապարտեզների կառուցմանը, իր ճանապարհների կառուցմանը, իր կենսաթոշակի ավելացմանը, իր ծնողների բարեկեցիկ եւ առողջ ապագային, այլ նաեւ գրողի ծոցն է ուղարկելու տարբեր տեղերից Հայաստան ուղարկված եւ մեր պետության դեմ գործող օլիգարխիկ խմբարկներին, որոնց նպատակն է գալ այստեղ եւ իրենց ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես վարվում էին մինչև 2018-ի հեղափոխությունը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։